Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը որպես այդպիսին գտնում է երկու հիմնարար արժեքների խաչմերուկում, որոնք են դրանք. առաջինը Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված սեփականության իրավունքն է, և երկրորդ հանրային շահը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի, համակարգային հանցավորության և ապօրինի հարստացման դեմ։ Ըստ գործող օրենքի ապահովության բեռի բաշխումը կատարվում է հետևյալ տրամաբանությամբ. Առաջին, դատախազությունը հիմնավորումներ է ներկայացնում գույքի և անձի օրինական եկամուտների միջև անհամապատասխանության վերաբերյալ և ցույց է տալիս գույքի հնարավոր կապը ապօրինի ծագման հետ։ Դրանից հետո որոշակի առումով ապացույցների պարտականությունը դրվում է պատասխանող կողմի վրա՝ հիմնավորելու այդ գույքի օրինական լինելը։ Այս կոնցեպտը ինքնին անթույլատրելի չէ, սակայն ապացույցի բեռի շրջումը պետք է որոշակի չափանիշներ ունենա, և դա թույլատրել է որոշակի հանգամանքների պարտադիր առկայության դեպքում։ Բաժանորդագրվեք Իրավաբան նեթի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։